Ուզում եմ համեմատել մարտի կեսերին Ադրբեջանի հետ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի եւ Ալիևի այդ համատեղ հայտարարությունը, որ եղավ Բաքվում, Կոշտան այցելել էր Բաքու նոր պայմանավորվածությունների, նոր քննարկումների համար եւ եղավ բավական հետաքրքիր համատեղ հայտարարություն։ Այդ հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը հարաբերվում են հավասարը հավասարի հետ տրամաբանությամբ։ Հիմա համեմատենք Հայաստանի հետ այդ 44 կետանոց հռչակագրում, որը կրկնեմ մեծ մասամբ կազմված է կամ գրեթե ամբողջությամբ կազմված է ինչ-որ բաժակաճառային տրամաբանությամբ պաթետիկ արձանագրումներից։ Ադրբեջանի հետ այդ համատեղ հայտարարության մեջ կոնկրետ արձանագրվում է, որ այս ոլորտներում ձեռք են բերում պայմանավորվածություն, երկարատև կայուն գործընկերություն եւ այլն, եւ ամենակարևորը այդ փաստաթղթի մակարդակի մասին խոսացող, որ հավասարը հավասարի հետ են հարաբերվում Ադրբեջանը եւ Եվրամիությունը։ Հիմա համեմատենք Հայաստանի հետ, որտեղ բացակայում է այդ հավասարը հավասարի սուբյեկտային տրամաբանությունը եւ Ադրբեջանի հետ։ Սա եւս մի վկայություն, թե ինչպես է Եվրամիությունը վերաբերում Հայաստանին եւ Ադրբեջանին, թեպետ նաեւ մյուս կողմից ինչպես է իրեն ներկայացնում եւ մատուցում Ադրբեջանը եւ ինչպես Հայաստանը։ Այս տեսանկյունից նաև այդ հռչակագրի 44 կետն է շատ հատկանշական, այսինքն ինչու է ընտրվել հենց 44 կետանի տարբերակը, որովհետև երբ բովանդակությունը նայում ենք, կարող է լինել օրինակ այդ տիպի 64 կետ կամ ընդամենը բավարարվեին 24 կետով կամ նույնիսկ 4 կետով։ Հետևաբար այստեղ իսկապես այդ 44-ի ընտրությունը, ինչու 44 կետ, արդյոք այն պատճառով, որ Եվրամիության համար դեպի Կովկաս լայն ճանապարհ, ավելի ինտենսիվ քաղաքականության եւ այս տրամաբանությամբ քաղաքականության ճանապարհ բացվեց 44-օրյա պատերազմից հետո, երբ ըստ էության քանդվեց ստատուս քվոն, որը Եվրամիությանը կաշկանդում էր, եւ դրանից հետո այսպես անկաշկանդ Հայաստանի հանդեպ վարում են կենացների քաղաքականություն, Ադրբեջանի եւ Թուրքիայի հանդեպ կոնկրետ պայմանավորվածություններ այդ միջին միջանցքը ձևավորելու ուղղությամբ, ընդ որում Ադրբեջանն ու Թուրքիան ակնհայտորեն բարձր գին են պահանջում Եվրոպայից եւ այդ գնի մեջ շատ մեծ դեր ունի Հայաստանը, այսինքն շատ մեծ տեղ են հատկացնում Հայաստանին վերաբերող հարցերին, որպես գին այդ միջին միջանցքը ձևավորելու կամ այդ հարցում պայմանավորվելու առումով։ Եվրոպայի դերը այստեղ Հայաստանին համոզել, շահագրգռել այդ գինը վճարելու հարցում եւ այն կարկանդակները, որ խոստացվում են, ընդհանուր 2021 թվականից խոստացվող 2.7 միլիարդ եվրոյի տարատեսակ օժանդակության մասով։ 2021 թվականին Շարլ Միշելը Հայաստան այցի ընթացքում բարձրաձայնել է այդ 2.7 միլիարդ եվրոյի մասին։